Մովսեսն ու Ահարոնը փարավոնին ասացին. Իսրայելացիների Աստվածը քեզ ասում է, որ իր ժողովրդին ազատ արձակես։ Եթե այդպես չանես, վատ բաներ կպատահեն։ Բայց փարավոնը չլսեց։ Աստված Եգիպտոսի բոլոր ջրերն արյուն դարձրեց։ Ոչ ոք չէր կարողանում ջուր խմել։ Հետո Աստված Եգիպտոսի վրա գորտեր ուղարկեց։ Եգիպտացիների տները գորտերով լցվեցին, բայց փարավոնը չլսեց։ Աստված Եգիպտոսի երկինքը մժեղներով լցրեց։ Նրանք փոշու նման իջան մարդկանց վրա։ Այնուհետև Աստված շնաճանճեր ուղարկեց Եգիպտոս, բայց փարավոնը չլսեց։ Աստված զարկեց Եգիպտոսի կենդանիներին։ Բոլոր ձիերը, ավանակները, ուղտերը, ոչխարներն ու կովերը սատկեցին։ Աստված հիվանդություն ուղարկեց, և եգիպտացիների մարմինները վերքերով ծածկվեցին, բայց փարավոնը չլսեց։ Աստված կարկուտ ուղարկեց և Եգիպտոսի բերքը փչացրեց։ Նրանց վուշն ու գարին վնասվեցին։ Հետո մորեխներ ուղարկեց, որոնք կերան բերքի մնացած մասը, բայց փարավոնը չլսեց։ Աստված խավար ուղարկեց երկրի վրա, փարավոնը դարձյալ չլսեց։ Այդ ժամանակ Աստված Մովսեսին ասաց. Ես կսպանեմ Եգիպտոսի բոլոր առաջնեկներին, մարդուց մինչև կենդանի։ Իմ ժողովուրդը թող գար մորթի և ուտի, իսկ գարան արյունը քսի իրենց դռներին։ Ես կտեսնեմ արյունը և կանցնեմ նրանց տների մոտով, նրանց երեխաները չեն մահանա։ Այդ օրը կոչեք զատիկ և միշտ հիշեք. իսրայելացիները հնազանդվեցին Աստծուն, իսկ եգիպտացիների առաջնեկները մահացան, նույնիսկ փարավոնի որդին։ Ի վերջո, փարավոնը հանձնվեց։ Նա իսրայելացիներին ազատ արձակեց։